Մնաց 3 օր։ Թորնիկից բանակ գնալու ժամանակն էլ եկավ։ Պարտականություններ, սպասիր։ Դու այդտեղ միայն պարտականություններիդ մասին կարող ես իմանալ։ Պապիկ, իսկ զինվորն իրավունքներ չունի։ Թե ինչ իրավունքներ ունես, այդ մասին կարող ես այստեղ կարդալ։ Իրավունքներն իմանալն էլ պակաս կարևոր չի։ Ափսոսում եմ, որ միայն թոշակի անցնելուց հետո սկսեցի այսքան շատ կարդալ։ Դե այսքան ազատ ժամանակ առաջ որտեղից։ Եթե քո տարիքում այսքան բան իմանայի, ոնց կծառայեի։ Այդ էս ինչ է գրած։ Մարդու իրավունքներն ունեն գերակայություն մարդկային համակեցության բոլոր կանոնների նկատմամբ։ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը նույնպես մարդու իրավունքները ճանաչում և պաշտպանում է որպես բարձրագույն արժեք։ Մարդու իրավունքներ և ազատություններ հասկացություններն ի հայտ են եկել դեռևս հնագույն դարաշրջաններում։ Ազատության վերաբերյալ առաջին հիշատակումը հանդիպում է մեր թվարկությունից առաջ 14-րդ դարում։ Մարդու իրավունքները գոյություն ունեին դեռևս հին Հունաստանում և հին Հռոմում։ Դրանք ամրագրում էին օրենքի և օրինականության արժեքն ու կարևորությունը։ Հա, այս մասին դպրոցում ենք անցել։ Մարդկության ամբողջ պատմությունն իրենից ներկայացնում է մարդու անընդմեջ պայքար պետության հետ, առավել շատ իրավունքներ ու ազատություններ ձեռք բերելու համար։ Մարդկության զարգացման յուրաքանչյուր փուլի հետ զուգահեռ ավելի շատ սոցիալական շերտեր են սկսում ձեռք բերել իրավունքներ և ազատություններ։ Իր ժամանակակից հասարակությունում արդեն յուրաքանչյուր մարդ անկախ իր դիրքից ունի որոշակի անօտարելի իրավունքներ ու ազատություններ։ Խնդրեմ, կյանքի իրավունքի հասկացությունը։ Կյանքի իրավունքը մարդու ապրելու իրավունքն է։ Այն մարդու հիմնարար իրավունքն է, քանի որ միայն կենդանի մարդը կարող է մասնակցել հասարակական կյանքին։ Ունենալ և իրականացնել իրավունքներ։ Կրել պարտականություններ։ Յուրաքանչյուր ոք ունի կյանքի անօտարելի իրավունք։ Ոչ ոքի չի կարելի կամայականորեն զրկել կյանքից։ Հիմա խտրականության մասին։ Խտրականության արգելքի և հավասարության սկզբունքն արտահայտվում է նրանում, որ պետությունները պարտավոր են հետևել և ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը յուրաքանչյուր անձի հանդեպ, անկախ վերջինիս ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, կրոնից, գույքային վիճակից, հայացքներից, տարիքից կամ ցանկացած այլ նմանատիպ հիմքից։
Ահա խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի արգելքը։ Խոշտանգում է համարվում ցանկացած գործողություն, որով անձին դիտավորությամբ պատճառվում է մարմնական կամ հոգեբանական ուժեղցավ կամ տառապանք, տեղեկություններ կամ խոստովանություն կորզելու, պատժելու, անձին վախեցնելու, հարկադրելու նպատակով կամ ցանկացած տեսակի խտրականության վրա հիմնված ցանկացած պատճառով, երբ նման ցավը կամ տառապանքը պատճառվում է պետական պաշտոնյայի կամ պաշտոնապես հանդես եկող այլ անձի կողմից, նրանց դրդմամբ կամ համաձայնությամբ։ Նվաստացնող կարող է համարվել նաև այն վերաբերմունքը, որը զոհերի մեջ առաջացնում է վախի, բարկության և ստորադասության զգացում, ինչը կարող է ստորացնել նրանց և կոտրել նրանց ֆիզիկական կամ բարոյական դիմադրողականությունը։ Խոշտանգումների եւ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի արգելքը ժողովրդավարական հասարակության հիմնարար արժեքներից մեկն է։ Այդ արգելքը բացարձակ է, չի ենթադրում որևէ բացառություն, նույնիսկ արտակարգ իրավիճակներում, պատերազմի կամ դրա անմիջական վտանգի ժամանակ։ Դրա շրջանցումը չի կարող արդարացվել եւ հիմնավորվել պետության ազգային անվտանգության շահերով կամ ահաբեկչության հանցավորության դեմ պայքարից թելադրվող անհրաժեշտությամբ, արգելվում է անկախ զոհի վարքագծից։ Ճիզվիտների դարաշրջանն այլևս անցյալում է։ Բժշկական օգնության տրամադրում։ Կյանքի իրավունքի պաշտպանությունը պետություններից պահանջում է համապատասխան մակարդակի բժշկական օգնության տրամադրում իր ընդհատության տակ գտնվող անհատներին։ Պահանջել, որպեսզի ձեզ տրամադրվի տեղական, մարզային կամ հանրապետական զորակոչային հանձնաժողովների կողմից ձեր վերաբերյալ կայացրած որոշումների օրինակները։ Բողոքարկել տեղական կամ մարզային զորակոչային հանձնաժողովի որոշումները հանրապետական զորակոչային հանձնաժողով, իսկ հանրապետական զորակոչային հանձնաժողովի որոշումները դատարան 1 ամսյա ժամկետում։ Այլընտրանքային զինծառայություն։ Սրան ինչ եղավ։ Մինչև հերթական զորակոչին նախորդող փետրվարի 1-ը կամ օգոստոսի 1-ը գրավոր դիմում ներկայացնելով ձեր հաշվառման տարածքային զինվորական կոմիսարիատ եւ հայտնելով այն մասին, որ ձեր կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է ռազմական զենք կրելը, պահելը, պահպանելը կամ օգտագործելը, կարող եք անցնել այլընտրանքային զինվորական ծառայության։ Ահա եւ արձակուրդ։ Որպես զինծառայող դուք իրավունք ունեք ստանալ պարտադիր զինվորական ծառայության ընթացքում տրվող հիմնական, լրացուցիչ, ինչպես նաև հիվանդության արձակուրդ։ Ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողներին զինվորական ծառայության ընթացքում նաև որպես խրախուսանք կարող է տրվել արձակուրդ։
Զինծառայողները Հայաստանի Հանրապետության տարածքում օգտվում են քաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներից անվճար, բացի սեփականության ձևից, տաքսիից։ Զինծառայողների ծառայողական պարտականությունների կատարման նպատակով այլ բնակավայրեր գործուղելու ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով և պայմաններով։